Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է, զրուցակիցն է Էդգար Էլբակյանը, հայկական նախագծի համահիմնադիր ու քաղաքագետ, շնորհակալություն Էդգար։ Merci։ Որ հանգրվանին է հասել հայկական, ազգային, ազատագրական պայքարը։ Հիմա ինչ ունենք որպես դիագնոզ։ Այդ լավ հարց չի, որովհետև կարող է պրսնի դրա վրա զրույցը։ Հա, շատ կարճ լինի այս մեր տանթողարկումը։ Էսպանիան ինքը ժամանակավոր փակուղային հանգրվանի է ասել, այդ իդեպ հետաքրքիր բառակապակցությունը ժամանակավոր փակուղը, փակուղի է, էլի տեմպորալ չի, բայց լավատես լինենք։ Նախ ինքը փակուղի է հասել նրա պատճառով, որ մինչև վերջ, ասենց մինչև հոգու խորքը այդ գիտակցումը հայկական ազգային ընդդիմադիր ուժերի կողմից, որ սա ազգային ազատագրական պայքար է, ինքը չկա։ Ինքը կա, ասենց մակերեսային, ինքը կա, երբ որ կարիք կա նաև բնակչության այն հատվածին դիմելու, սիրաշահելու, ձայներ ստանալու, որը այդպես է համարում, ինքը ձևական կա։ Բացառություն իհարկե բացառություններ կան, իդեպ հատուկ կուզեի հիշել, որ ընդհանրապես այս բառակապակցությունը հանրային ընդդիմադիր դաշտում նորմալիզացրեց Բագրատ arczepiskopos Սրբազանը, իր միտինգներում էր, որ սկսեց կարմիր թելով անցնել այդ միտքը ազգային ազատագրական պատերազմ եւ իրան քիչ թե շատ անձնապես ճանաչելով համոզված եմ, որ այ կոնկրետ իր դեպքում այդ մինչև հոգու խորքը այդ բանը կա գիտակցումը։ Բայց եթե սա արդեն անուններից վերացարկվելով սա ազգային ընդդիմադիր դաշտը գումարենք իրար մի հատ միջին հանենք, գումարենք բաժանենք բանին թվին, ապա չէ, այդ բանը չկա, գիտակցումը չկա, որ ազգային ազատագրական պայքարը։ Միջինացված այդ average գիտակցումը այն է, որ դե ինչ որ իշխանություններ են, որ փոխենք էլի մոտավորապես, քիչ ու ներքին քաղաքականություն է վարվում։ Ու պարզ է, որ երբ որ երկար է դա շարունակվում, այդ տարամիտությունը իրականության եւ իրականության ընկալման, դու վաղ թե ուշ պետք է փակուղի ընկնես, ոնց որ նավիգատորը քեզ խափի։ Դու ուզենաս ուրիշ տեղ գնաս, բայց ընդ ուրիշ բան դրած լինես, էլի, ի վերջո կպտտվես, մի հատ տոպիկի բան կանես, կբախվես։ Իսկ ժամանակավոր, որովհետեւ ցանկացած դեպքում լավատեսությունը, վերջնական հաղթանակի հանդեպ այդ բանը հավատը պետք է չկորցնենք, բայց ստապությունը չպետք է կորցնենք։ Սա բան է, այսպես փակուղային վիճակը, քանի որ մենք հիմա ապրում ենք հունիսի 30-ին եւ 23 օր առաջ տեղի են ունեցել ընտրություններ։ Դրանից ելնելով ասում ենք, որ տոպիկի մեջ ենք։ Արդեն տպավորություն կա, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է այդ ԼՏՊ-ի ասած սովորական ինչ-որ պետություն, սովորական մարդկանցով, որտեղ որ կարևոր չի, այսինքն դու էթնիկ ինչ ես, կարևորը քաղաքացի լինես, կարևորը որ հարկ վճարես, կարևորը այդ բոլոր ռեգուլյացիաները, լիցենզիաները եւ այլն կան։ Արդյոք այդ ինչ-որ պայմանավորվածությունը սոցիալական կոնտրակտը փոխվել է ու եթե փոխվել է, երբ է փոխվել։ Հասկացա, այս լավ հարց է։ Դժվար է չափել ինքը փոխվել է թե չի փոխվել։ Շատ հեշտ է պնդել, որ հայ իշխանությունները առաջ են տանում այդ գիծը, ըստ որում նույնիսկ Լևոնի ծրագրի ավելի կարիկատուրային տարբերակն է սա, ավելի վատ տարբերակն է, բայց նրանից է սերում միանշանակ։ Ստեղ խնդրեմը ավելի խորն է, որովհետև եթե Լևոնի ժամանակ հակասությունը, հակադրությունը հետևյալն էր, հայերը որպես բացառիկ ազգերի ընտանիքի, ինչ որ առանձին բացառիկ մի հատ միավոր, որ Լևոնը համարում էր ֆաշիզմ, այսինքն ըստ իրա ցանկացած բացառիկության կոնցեպտը հենց ֆաշիզմն է, ուղղակի բանա դա էլի մանկամտություն է այդպես մտածել։ Ցանկացած ազգ, որ առաջացել է, ուրեմն ինքը համարել է, որ ինքը բացառիկ է։ Ցանկացած ազգ միջև այսօր որ բանակա պահում, ուրեմն համարում է, որ ինքը բացառիկ է։ Այսինքն արժե դրա համար կյանք տալ։
սովորական բանի համար կյանք չեն տալիս։ Եվ ի հակադրություն դրա, հա Լևոնի ասածներ, որ հա էլի մենք հայ ենք, բայց մեկն ենք այն 200 ես իմ քանի որ կան, այստեղ պրոստը պետք է մարդիկ զարթնեն, նախաճաշեն, գնան գործի, գան, քնեն, ինչ-որ կապիտալ կուտակվի, բան լինի ու ամենակարևորը ոնց, ասենք, վերևները կենտրոնը ասի, ուղղակի կենտրոնը արդեն էլ Մոսկվան չէր, Բրյուսելն ու Վաշինգտոնն էին։ Բայց հիմա էս ավելի տխուրադառ է հակադրությունը։ Հիմա կա իսկական Հայաստանը, մենք, որ համարում ենք, որ Հայաստանը պատմաքաղաքակրթական շարունակություն է, այսինքն նախագիծ, որը սկզբնավորվել է Հայկ Նահապետից, շարունակվել է անընդհատորեն հազարամյակների ընթացքում եւ եկել հասել է մեզ որպես ավանդ, ըստ այդմ խնդիրը դա պահել, հնարավորինս շատացնել, փոխանցել հաջորդ սերունդներին։ Դա անկախտելի բանի մասն ենք, մենք շղթայի մասն ենք։ Եվ ի հակադրություն սրա, ոչ թե այն բանն է սովորական ազգն է, ի հակադրություն սրա հակառակն է, հակա Հայաստանն է, որը ասում է, որ ընդհակառակը լավ ապրելու համար պետք է հենց այդ շարունակականությունից հրաժարվել։ Ոտը ցավը, ուրեմն որ պետք է ոտը ամպուտացնել, գցել։ Եթե խնդիր է ցեղասպանության թեման հարևանների համար, ուրեմն պետք է դրանից էլ ազատվել։ Ու երբ որ հասկանում ես, որ դες ազատվելով, ստացվում է, որ իրանք կարողանում են այս հայկականությունից ազատվել։ Դուք վատ եք ապրում հայկականության հայ լինելու պատճառով։ Խնդիրը մենակ Ղարաբաղը չի ու երբեք մենակ Ղարաբաղը չի եղել։ Նույն Լևոնականների, Լևոնանիկոլականների համար ինչի է հայդատը հասարակական հայոյանք։ Դա հայոյանք է, բայց որը կարելի է նաև տալ կանանց երեխաների ներկայությամբ։ Դա եմ ասում հասարակական հայոյանք է, ոչ բուն իմաստով։ Որտեղ հայդատը հենց այն իմ ասած շարունակականությունն է, այսինքն դու ընդունում ես, որ անցյալում քո այդ վատ բան ա եղել, ռասուշ դու շարունակականություն ես, դու չես կարող ուղղակի դա մոռանաս անցնես առաջ, դու դրան հետապնդես, բան եւ այլն։ Ու իրանք դա ձևակերպում են որպես բան, այտենց քաղաքական հայոյանք։ Մենակ Ղարաբաղը չէր, մենակ չէին ասում Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք։ Նաև ասում էին հայդատը, էս այն, տակը բան չի մնում։ Այսինքն հիմա պետությունը ղեկավարում են դե ֆակտո մարդիկ, որոնք կարոզում են, որ դուք վատ եք ապրում, ոչ առանձին վերցրած Ղարաբաղի կամ սրա նրա պատճառով, դուք վատ եք ապրում հայկական ինքնության պատճառով։ Ու ստեղից արդեն բխում է մնացած ամեն ինչը քարոզել, որ Հայաստանը չպետք է մոնոէթնիկ լինի, արդեն դա ուղղակի նրա դերիվատիվն է, էլի, այս մեծ պատկերից հետո էլ նա զարմանալու չի։ Խնդիրը այն է, որ երբեմն երկու տարբեր հակառակ բաներ, ինքնություններ մի պետության մեջ, հատկապես դե պետությունը մեծ է կարող գոյատևեն։ Օրինակ իրանական հեղափոխությունը 1979-ի եղավ, որտեվ մսկիթի շուկայի Պարսկաստանը չհանդուրժեց լողափային բիկինիավոր Իրանին։ Բայց մենք կարանք մոդելավորենք մի այլ Իրան, այլ դեպքերի, այլ դասավորություն, արտաքին ներքին խաղացողների այլ վարկ, որում իրանք կարային գոյատևեին։ Օրինակ Թուրքիայում այսօր գոյատևում են հիջաբավոր, ասենք Թուրքիան ու Անտալիայի Թուրքիան։ Պարսկաստանում չգոյատևեցին, օքեյ, բայց կարային։ Հայաստանում ուղղակի չեն կարա, որովհետև այստեղ հարցը ինչի, մենակ մեկը առաքելական է, մեկը աթեիստ է։ Երանի մեր խնդիրը հետ էր, շատ հանգիստ գոյատևեին։ Այստեղ բախում է հենց այն է, вообще թե ինչ է Հայաստանը։ Այսինքն երկու տարբեր ինքնություններ կան քաղաքական, որոնք երկուսն էլ հավակնում են պրիտենդուют, claim են անում, որ մենք ենք իրական Հայաստանը եւ իրանք տրամագծորեն տարբեր ձև են սահմանում, թե դա ինչ է։ Մեկի համար դա ուղղակի տարածք է, զուրկ, փիլիսոփայական ինքնութենական բովանդակությունից, մյուսի համար հակառակը։ Դա ինքնութենական փիլիսոփայական բովանդակությունն է։ Դժվար է, այս երկուսը չեն կարող անեն համատեղվեն։ Խոսում ենք, որ Ղարաբաղը մենակ խնդիրը չէր, Ղարաբաղը սիմպտոմն էր, հիմա Ղարաբաղը ժամանակավորապես էլ մեր վերահսկողության տակ չի։ Ինչ փոփոխություններ
են պետք մեր մտածելակերպում, էլիտաների մտածելակերպում, ինչպիսի էլիտա պետք է ձևավորվի, որպեսզի մենք կարողանանք այս դեօկուպացնենք Արցախ։ Պետք է լինի էլիտա, որը ծույլ չի։ Շատ բան եմ չի ասում, այնպես առաջի դասարանի, այբենարանի ինչ-որ բան, օվալարի ոչ դալարի։ Դա իմ խորը համոզմունքն է, որ երբեմն շատ բարդ պրոցեսներ կարելի է բացատրել պարզ բաներով, բայց այդ պարզ բաները այնքան տարողունակ են, որ հանգեցնում են բարդ բաների։ Մենք գործ ենք ունեցել էլիտաների զոլության հետ։ Գիտեք, եթե օրինակ Ադրբեջանը մեզ 30 տարի, 25 տարի, 26 տարի խաբած ելներ, ռազմավարական քողարկման գնար, ասեմ ինչ նկատի ունեմ։ Օրինակ չվերացներ Ճյուղայի Խաչքարա դաշտը, Գերեզմանա դաշտը, Իլհամ Ալիևը հենց դարավ նախագահ չհրավիրեր Գիտությունների ակադեմիայի պատմաբաններին եւ հրաման չտար, որ ապացուցեք, որ Երևանը պատմական ադրբեջանական քաղաք է, չկազմակերպեր Ռամիլ Սաֆարովի օպերացիան, չխոսար Արևմտյան Ադրբեջանից, իսկ դրանից իրենք այն ժամանակ էլ էին խոսում։ Այս ամեն ինչը եթե առաջ չլինեին, իրոք հավատացնեին, որ գիտեք, մեր խնդիրը պրոստը իդիոտ շրջան է, աղբոր պես գոնե դա տվեք, այն ինչ-որ sense դրանից ասում էին, բայց այն մյուսն էլ էին անում զուգահեռ։ Բայց մենակ դա ասեն աղբոր պես իդիոտ շրջանը չպակասում ինչ խոցում է մեր ազգային արժանապատվության համար։ Այդ համար է ոնց որ ամեն օր ադրբեջանցի մարդը զարթնում է ապտակ կերած, բայց այս կլինի։ Եկեք այդ 7-ը տվեք, ես այն մնացածը ճանաչեմ, Հուր Հավիտյան նախկին լղիմը, որ ձերն է, պրսնենք էլի։ Եթե sense մի հատ պայմաններում, օրինակ մեր էլիտան կառավարած լիներ, եւ հետո այս ամեն ինչը լիներ, ես կասեի դե մարդիկ փայլոն, ասենք, բանի գնացին, ռազմավարական քողարկման գնացին, իրանց իրական մտադրությունը այն է սա Հայաստանը գրավել, շատ լավ թաքցրին, դե հա էլի խաբվեցինք։ Բայց իրանք ապաշխար էին ցույց տալիս։ Եվ այլ ձև բացատրել մեր էլիտաների վարկը դրա դիմաց, մեր էլիտաների ինքնախաբեողական ընկալումը, որ կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի է, երբ որ մարդը Նախիջևանում Խաչքարա դաշտը վերացնում, պայքարում է, ասենք, հանգուցյալների հետքերի դեմ, կանցոլությունը ես կդժվարանա։ Սա պետքա չլինի, պետքա Չարենցավանում էր կարծեմ լավ Անդրանիկ Փաշայի բեխերով մարդեր էս վերջերս ընտրությունից առաջ նկարել էին, որ ասում էր, բայ իհարկե ամեն օր պատերազմ է, զարթնեցի, всё, դա արդեն պատերազմ է, պետք է կռիվ տաս յանքի հետ, որ այդ օրվա գոհությունը դել պահես։ Լրիվ old school հավեսով հայ մարդեր։ Այ ոչ թե մենակ այդ մարդը պետք է տենց լինի, էլիտան տենց պետք է լինի, որ հայկական հարցից, պահանջատիրությունից, ձեր ասած Արցախի դեօկուպացիայից, կամ Նախիջևանի դեօկուպացիայից խոսալը չընկալվի որպես բան էլի արա լավ դես տղեկը որպես ինչ են ուզում, ինչ են իրանց հետևից ընկել, չեն ուզում իրանք էլ մի ձև էս հարցերը լուծենք թուրքերի հետ, խախան լռվենք։ Խախան լռվել չկա։ Հələ առաջ կարելի էր ասել խախանդ կարելի է լռվել Գերեզմանում, մեր վերջին տարիների դաժան պատմությունը ցույց տվեց, որ երբեմն Գերեզմանում էլ հնարավոր չի հանգիստ մնալ, եթե դու մասն ես ազգային կոնֆլիկտի, էլի, չունես դրանից փախնելու տեղ։ Հետևաբար պետք է հայտնի Մաուգլի մուլտիկի պես ընդունել մարդը։ Մեզ մենակ սա է պետք։ Մնացած բյուջե, հիմա հաստատ դիտողներ կլենք ասեն, Էդգար ջան, լավ բան ես ասում, բայց դե մենակ ոդկասթի բան ես ասում, էլի նայել ես Թշնամին նավթ ունի, մենք չունենք։ Ես դա ընդամենը մեկ անեկդոտային հակապաստարկ կբերեմ։ 2016 թվականին Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող հնան ավելի մեծ էր, քան Ադրբեջանինը։ Կամ Հայաստանը տարիներ ա եղել Սերժ Սարգսյանի վախտեր, Քոչյանի վախտ չեմ հիշում, Սերժ Սարգսյանի վախտ հաստատ, որտեղ նայում էի վիճակագրությունները։ Վրաստան խաղող էինք մենք արտանում։ Այն լեգենդար Վրաստանը, որ գինու հայրենիքն է, բան իր ազգային բրենդի մասագին, խաղող էինք արտանում Վրաստան։ Այն Վրաստան, որը ի դեպ Թուրքիայի հետ ուներ բաց սահման, դեպի Ծովելք,
Խաչմերու կա, թուրք-ադրբեջանական, հիմա այդքան էլ երջանիկ չեն դրա համար, բայց ամեն դեպքում անցել է հա դրա միջով Սաակաշվիլի օրոք։ Մենք այնտեղ խաղ ենք արտանում։ Այնպես որ խնդիրը բանը չի, խնդիրը գրպանի պարունակությունը չի, խնդիրը գլխի պարունակությունն է։ Գլխի ու հոգու։ Հայաստանը որպես քաղաքակրթություն, չէ, որպեսզի մենք հասկանանք, պետք է իրան կոնտեքստավորենք, չէ՞, որտեղ ինչա կոնցեպտը, իր հարաբերությունը ուրիշ կոնցեպտներին։ Հիմա մեր քաղաքակրթությունը ինչ sense ասած ազգակցական բաներ կապեր ունի։ Օրինակ ես ասում եմ մենք լատեն պարսիկ ենք, բայց մա որ խոսած շատերը հայերից կվիրավորվեն, կասեմ ոչ թե մենք լատեն պարսիկն ենք։ Հա, տենց։ Ես ինքը ինչ-որ ցեղակցության բանով չէի դնի, չնայած անշուշտ իրանական քաղաքակրթության հետ Երանշահրի հետ, որը իդեպ նույն բանն է, արիաց երկիրն է, մեր հին պատմիչներին տենց էր հայտնի այսօրվա Պարսկաստանը, սերտ առնչություններ ունի։ Բայց ես հարցը ոչ թե կդնեի ցեղակցական բանով, այլ արժեքային, ի վերջո ինչի մասն է Հայաստանը, ինչի է ինքը առաջացել, ըստ եւ ավանդազրույցի եւ իրականության, դե ավանդազրույցն էլ իրականության բանն է, բարձրացված խտացված ձևն է։ Հայկական քաղաքակրթությունը պայքար է ազգային ինքնիշխանության համար, պայքար է գլոբալիզմի դեմ, բռնակալության եւ աստվածամերժության։ Ես այս ընդհանրապես վերապատմեցի Հայկ Նահապետի ավանդազրույցը, Հայկի ու Բելի պայքարը։ Հայկի պայքարը Բելի գլոբալիզմի դեմ էր, Բելի կայսերականության դեմ էր եւ Բելի աստվածամերժության դեմ էր։ Եվ Բելի Հռոմի դեմ։ Հանուն ազգային ինքնիշխանության։ Հետո դերակատարները փոխվեցին։ Ես դա եմ ասում առանձին ցեղակցական չէի վերցնի, որովհետեւ արժեքն է որ քեզ բանը անում, նավարկում է, նավիգեյթ անում, որտեղ մենք հիմա այսօրվա երբեմն նույնիսկ այդ արևմուտք արևելքերն են բանով տեղով փոխվել, այս դարաշրջանը ա եղել, երբ որ մեր համար Ռուսաստանը եղել է արևմուտքը։ Հիմա օրինակ Ռուսաստանը արևելքն է։ Բայց ֆունդամենտալ է մնացել արժեքը։ Դրա համար մենք բոլորի հետ բան ենք եղել։ Բոլորի հետ էլ խնդիր ունեցել ենք, որտեղ այս կամ այն բան բոլորը այդ համաձուլական, աստվածամերժական, գլոբալիստական, կայսերական պրոյեկտը փորձել են փաթաթել մեր վզին։ Պարսկաստանն, Հռոմն, Բյուզանդիան, հետո Բյուզանդիային տիրացած Օսմանյան կայսրությունը որպես նրա շարունակող, Ռուսաստանը, բոլորը, Վրաստանը նույնիսկ որպես մինի կայսրություն, հայ-վրացական, ասենք միացյալ այդ միջնադարյան թագավորության օրերին, երբ որ նաև վրացական բանի կազմում ենք եղել մեծ պրոյեկտի, բոլորի հետ մենք ունեցել ենք բան, խնդիր, բայց ոչ թե պրոբլեմը մեզնից է, այն ինչ որ իդեպ ադրբեջանցիներն են քարոզում, այն ինչ որ Նիկոլն է քարոզում։ Զորն բառացի, այս վերջերս չեմ հիշում ինքն էր անձամբ, թե իր կուսակիցներից մեկն էր, ասաց, որ երբ որ անկախության ինքն էր վայթե, ասաց, երբ որ անկախության հռչակագրում հղում արվում, թե անկախության հռչակագրից չէին խոսում, դաշնակցությունից էին խոսում, չեմ հիշում արդեն, դες մի բան էր մի խոսքով, որ տարածքային տես բաներ, ըստ որում անհասցե, Երևի ազատ անկախ միացյալ Հայաստանի մասին պիտի որ լիներ խոսքը, որ ոնց որ համարյա հարևանների հանդեպ բան կա, ասում դե մենք դառնում ենք բան տարածաշրջանային իզգոյ։ Տարածաշրջանային իզգոյի գաղափարը իդեպ գալիս է այս բանից, ադրբեջանական նարատիվներից մեկն է, որ հոմենակ մենք չենք այս անշնորհակալ հայերից վառված, սաղ են սրանցից յախաթափ տալիս։ Բայց դա էլ եմ ասում, դա մեզից չի եկել։ Դա եկել է, որ այս կամ այն չափով մեզնից բացի, կամ լավ Տիգրան Մեծից բացի, բոլորը մեզնից Տիգրան Մեծին հանած էլի բոլորը փորձեն ըստե կայսերական պրոյեկտ ինչ որ պահի պարտադրել մենք ասել ենք չէ թողեք ստե մենք մեր ազգային պրոյեկտն ունենանք ինչ ված բան կա դրա մեջ ըստ այդմ մեր քաղաքակրթությունը նաև ինքը իրանով որ sense նայես ասես օ հեսա տեսեք հայեր ինքը բացի հայերին հայկականությունը մարմնավորելուց նաև մարմնավորում է նախահռոմեական մերձավոր արևելքը դա լուրջապետ դրան վերաբերվել այսինքն մինչև ստեղ նույնիսկ Հռոմի հայտնվելը
ինչ-որ բան է, չէ՞ եղել, այդ ինչ-որ բանից մենք ենք մնացել հենց որպես ազգային պրոյեկտ։ Դե պարզապարսիկները որպես կայսերական պրոյեկտ, բառի ազնվական իմաստով, բայց մենք որպես ազգային։ Դա հանակ բան չի։ Եվ դրա համար օրինակ թուրքերը դա հասկանում են։ Այլ կերպ դու չես բացատրի այդ մանկական, այլ կերպ դա մանկական է երևում։ Պատերազմը Մասիսարի սիմվոլի դեմ։ Այս մեծ կոնտեքստը եթե հանես, դե հա կդառնա, որ ինչի հետևից ենք ընկել, մի դնում են թո դնենի, սարա էլի։ Ասել են հայտնի անեկդոտի, որ անշուշտ չի եղել, բայց անեկդոտ է, որ Թուրքիայի ղեկավարը Ստալինին բողոքում որ Խորհրդային Հայաստանի գերբի վրա Մասիսարը Հայաստանի կազմում չէ, նայել ասում է ձեր դրոշի վրա Լուսինն է, Լուսինը Թուրքիայի կազմում չի։ Հա, ինքը տենց անեկդոտ կդառնար, բայց արդեն այս մեծ կոնտեքստի մեջ, երբ որ ի տարբերություն ձեր ասած լևոնականների լուրջ ազգերը, լուրջ էլիտաները հասկանում են, որ կա նաև պատմական լեգիտիմություն։ 90-ականներից մեզ քարոզում էին, որ վայ, լավ էլի թողեք այդ պատմական արգումենտները, գիտեք, ինչքան ծիծաղելի ենք մենք երևում սպիտակ մարդկանց առաջ, երբ որ ասում ենք, դե Ղարաբաղը մերը պետք է լինի, որտեղ համար ասում ես, որ Մաշտոցը դպրոցը մի ասեք։ Ես հիշում եմ, որ սկսվեց Ուկրաինայի պատերազմը, չեմ հիշում եվրոպական երկրներից որի դեսպաններ կամ կարող Ամերիկայի դեսպաններ ինչ-որ եվրոպական երկրում Twitter-ում post էր դրել Մոսկվան 900 թվին, Մոսկվան 1100 թվին, Մոսկվան 1200 թվին ու նաև Կիևը։ Դա այնտեղ սպլաշնոյ Մոսկվան անտառ էր։ Կիևում քաղաքակրթություն էր, վանքներ, բան եւ այլն։ Ու ես նայում եի, ասում եի, այս մարդիկ ջոգում են էլի։ Պատմությունը, պատմական լեգիտիմությունից ինչ ինֆանտիլիզմ էին մեզ քարոզում 90-ականներից։ Ու թուրքերն էլ են դա հասկանում։ Դա իրանք հասկանում են, որ լավ, ինչքան էլ հա դու ուժեղ լինես, էսեն եւ այլն, բայց կա նաև պատմական լեգիտիմությունը։ Ցանկացած պահի կարա խաղը մի քիչ այլ ձև փոխվի, մարդիկ ասեն, որ ախպեր, հա ինչ, հիմա երեխա չեք ընդունում, որ հայերը ստեղ ավելի հին են այս տարածքում, քան դուք։ Հասկացանք, չենք ասում լուծարվեք, բայց հենց մարդկանց էլ լսենք, դրանք ինչ են ասում։ Հատկապես երբ որ կողքից են դեից Ալիևը նույն զենքից է օգտվում։ Ուսում ապրել են մերոնք դե պետք է հետ գան եւ այլն։ Դրա համար ընկել են Մասիսարի հետևից։ Այլ լևոնական մտածողության բարագայում այդա երևար հա ինֆանտիլիզմ էլի, որ հա դա իմա սարա ինչ տարբերություն։ Ինչ ինքնություն, ինչ բան, ինչ հայապահպանություն։ Դրանք համարում են հայապահպանությունը Հայաստանի, անկախ Հայաստանի արկայության դեպքում արդեն ռելևանտ չի։ Կա հայկական անձնագիր, դե վсё մարդը հայ է, մեծացանք տեսանք հայերը ինչ բերեցին գլխներից։ Բայց ինչի տենց եղավ, որովհետև որ մտածում ես, նախ ինձ պատմում են միշտ, որ Կապանի օպերացիայի սկսելուց առաջ էլ նույն էլի հայկական կողմը ակնկալում էր, որ հիմա պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, որ էլի համաձայնության են գալու, բայց այդ չեղավ, դրա փոխարեն եղավ ոնց որ այդ Կապանի օպերացիան ու շարունակվեց այդ Արցախի ազատագրումը, այդտեղ ռայոններ եւ այլն եւ այլն։ Հետո այդ նույն էլի բանակցությունների ընթացքում էլի հայկական կողմը պատրաստ էր տալ այդ ամենա ոնց որ կարևոր մասերը, որոնք որ Իրանի հետ կապներ, հանուն նրա, որ ինչ որ այդ կրճիկը անկախություն ստանա, չնայած որ հա այնտեղ մարդիկ են ապրում, ու էլի Ադրբեջանը չէր համաձայնվում, չնայած որ պարտված կողմներ ու առաջ էր տանում իր այդ բանը նարատիվը, հետո երբ որ արդեն Հայաստանում ոնց որ այդ պատերազմական գործողությունը մեր դեմ եղավ, այդ ռեժիմի փոփոխության օպերացիան եղավ, ստացեց, որ ոնց որ մենք ուզեցինք Ղարաբաղը տանք, երբ որ ուզում էինք վեկալենք վերցրինք, դե երբ որ ուզում էինք տանք տվեցինք, ոնց որ Ադրբեջանը ստեղ պրոստը ոնց որ ընդունողի դերում էր։ Ու էլի դրանից հետո, հենց ասենք մի օր Արցախի օկուպացիայից հետո արդեն խոսալը դրա մասին, որ Արցախը պետք է լինի ազատ, պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ, հանկարծ Հայաստանում ինչ որ դարձավ տաբու, այլի մենք դարձել ենք ինչ որ խեղճ բան, ինչի ես պետք է անընդհատ հիմնվեմ, ինչ որ Ադրբեջանի այդ ամբիցիաների վրա, սկսած անկախությունից, որպեսզի լեգիտիմացնեմ, ոնց որ իմ պաշտպանությունը, մենք ինչ բան եք, թսիկ ենք։ Լավ էր։ Այս վերջերս մի 4 տարի առաջ ՆԱՏՕ-ն նոր բան ընդունեց,
ինձ թվում է պաշտպանական կոնցեպցիա կամ նման մի բան։ Մի խոսքով դոկտրինալ փաստաթուղթ, որի հիման վրա ոնց որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների ու հավաքական առումով ՆԱՏՕ-ի ռազմավարությունները պետք է կազմվեն։ Ու ներդրեցին մի հատ բառակապակցություն COC, Continuum of Conflict, այսինքն կոնֆլիկտի կոնտինուումը, շարունակականությունը, այսինքն փոխեցին սաղ փիլիսոփայությունը, եթե առաջ կար կոնֆլիկտ, խաղաղություն, կոնֆլիկտ, խաղաղություն, հիմա սահմանվեց, որ ամեն պահ կոնֆլիկտ է, ուղղակի դա մի հատ կոնտինուում է ու ֆազային է։ Այդ բանը կարող է մի քիչ ավելի ամպլիտուդը բարձր խփի կոնֆլիկտի, հետո ցածր խփի, բայց կոնֆլիկտ է։ Սա արվեց 2022-ին համակարգչային հաշվողական հզորությունների դարաշրջանում, արդեն իսկ AI-ի դարաշրջանում, այսինքն զանգվածային լեզվական մոդելների, դրանք այդ ժամանակ մեզ դեռ կարող այդքան հասանելի չէին, բայց այդ բանը գրողներին շատ հասանելի էին։ Բայց 1920-ականներին առանց դրա, օրինակ Գարեգին Նժդեհը արդեն գրել էր, որ պատերազմներն են օրորել մարդկության ճակատագիրը, իսկ խաղաղությունները եղել են ուղղակի պատերազմի արանքներում կարճ դադարներ։ Հանճարեղությունը հենց այս պարզության մեջ է։ Մենք 94-ից հետո չուզեցանք ընդունել այդ պարզ ճշմարտությունը, որ Նժդեհը գրել էր։ Հիմա արդեն էլ ՆԱՏՕ-ի բանն էլ չի փրկում, էլի որ բերես ասես լավ է, ասենք ՆԱՏՕ-ն է գրել, գոնե սրան հավատացեք, արդեն շատ են գնաց բանարեց ուլացել։ Այդ չուզեցանք այդ ընդունել, որ պատերազմը չի ավարտվել։ Դա ընդունելու համար էլ եմ ասում, նախ պետք էր բան կայտառություն, հոգու մարմնի արիություն, որը արդեն թույլ կտար հասկանալու, որ բայց խի պիտի պատերազմ պրծած լինի, եթե ինքը միայն Ղարաբաղի մասին չի։ Ինքը вообще մեծ հայ-թուրքական կոնֆլիկտի մաս է, այդ մարդիկ եկել են որպես բան ցեղային էթնիկ միավոր ինչ որ միտեղից եկել են, այս տարածքում պետություն են հիմնել այդ բայ վիճակից օգտվելով, հետո արդեն այդ պետությունը լեգիտիմացնելու համար ոչ մեկ չի ասի ես զավթող պետություն եմ։ Սկսել են արդեն պնդել, որ դա նաև իրանց հայրենիքն է, դա իրանցն է։ Ու ով որ կանգնել հակառակն է ասել է, բայց չէ մերն է, դե ասել են тогда мы идем к вам։ Դե եկեք ասեմ։ Հիմա նույն ձև թուրքերի կոնֆլիկտը մենակ մեր հետ չի։ Հույների հետ է, իրանց հավատակից արաբների հետ է, սերբերի հետ է, բաների հետ է, մեր եզդիների հետ է, բոլոր այդ բալկանյան ազգերի հետ է, քրդերի հետ է, ի վերջո որ իրանց քաղաքացիներն են, խնդիրը իրանց մեջ է ուրեմն։ Այն մնացածը սախ սուտ չեն ասում, քրդերը բնիկ են, հույները բնիկ են, մենք բնիկ ենք։ Այս ընկալումը որ լիներ, որ այս 94-ի մայիսի 12-ից հետո մենք ուղղակի մտանք ինչ-որ մի հատ դադարի ֆազայի մեջ, բայց կոնֆլիկտը շարունակվում է։ Ընդհանրապես Հայաստանը լրիվ այլ բաների վրա կկառուցվեր, լրիվ այլ հիմունքների վրա կկառուցվեր եւ հիմա լրիվ փախած բան եմ ասելու այս մեր նախորդ քննարկած թեմաներին առաջին հայացքից չբռնող, բայց նաեւ չէ լինի այդ աստիճանվայրի կապիտալիզմ ու ըստ այդմ դրանից բխող այդ աստիճան սոցիալական անհավասար շերտավորում։ Որտեւ նույն Գարեգին Նժդեհը ասել է, որ մի ժողովուրդ, մի հայրենիք, որի զավակները հավասար չեն օրենքի ու մահվան առաջ, չի կարող երջանիկ հայրենիք ունենա։ Ախր բան չի այդ մարդը Պաոլո Կոելյո չի է աֆորիզմ գրող, բայց իրան Պաոլո Կոելյոիզացրին բարեհաջող ճակերտների մեջ եմ ասում։ Անկախ Հայաստանի օրոք դարավ Պաոլո Կոելյո, դարավ հակաքրիստոնյա, դարավ հակադաշնակցական, դարավ հակառուս Նժդեհը։ Ոնց հնարավոր էր Նժդեհի կերպարը աղճատվեց։ Հանճար պետքա լիներ էլի այս հասարակությունը հավաքական առումով, այս մտավորականությունը, որը տենց բանաներ, բռնաբարություն իրականացներ։ Ոչ մեկ ինքը չի եղել։ Այդն Պաոլո Կոելյո մարդը գրել է ուղղակի համաշխարհային ու հատկապես հայկական նյութի հիման վրա։ Ինքը դա ապրել է։ Այն ինչ որ մենք հիմա տենում ենք զուտ որտեվ ապրում ենք, հիմա ենք ծնվել, հիմա ենք ապրում, տենում ենք։ Ինքը իր ժամանակա տեսել, ոչ ոք մեկը կանգնում ասում է հիմա էլ թող աղաների տղեկը գնան պատերազմ, ինչքան պետք է անընդհատ բանը լինի, մենք քասիբներս կռվենք։ Տեսել է, գրել է։
այ երբ որ դրան որպես Պաուլո Կոելյո չվերաբերվեին, այլ հասկանային, որ մարդը լուրջ բաներ է գրում եւ ոչ միայն ինքը, սենց չէր լինի, բայց ծուլացանք, փորձեցինք այս ճանապարհով գնալ, Ղարաբաղի հարցը ինչ-որ մի ձև լուծել, դե իհարկե այդ ինչ-որ մի ձևը Լևոնի պատկերացրածն ու Քոչարյանի Սարգսյանի պատկերացրածը ամեն դեպքում տարբեր էին։ Կար էլի տարբերություն, ճիշտ է, երկուսն էլ ներառում էին տարածքների հանձնում, բայց նայած ինչի դիմաց ոնց եւ այլն, այսինքն Քոչարյանը ու Սարգսյանը փորձում էին կարգավիճակը պահել, քո ասած այն փուճուր հատվածի ու Միչանսկի ծուրտ բանը Ադրբեջանից դուրս լինելը, այդ ամեն դեպքում պետք է ֆիքսենք պատմական արդարության առաջ, բայց տակի են underlying կոդը դվիժոկը, որ առաջ էր մղում այդ սախ software-ը ծրագիրը, ինքը հա նույն բանի մասն էր, ոնց այս հարցը լուծենք, սրանից հետո նաև Թուրքիայի հետ հարցը լուծենք, գնանք ասենք ապա ձեր փորացավը ինչ ա, մենք արդեն Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, Թուրքիայի հետ սահմանն էլ բացենք, մի քիչ դրա շնորհիվ բալանսավորենք Ռուսաստանից կախվածությունը, իրանք սրապես չէին մտածում, որ ռուսներին գցենք գնանք թուրքերի գիրկը ամեն դեպքում, բայց մեկ այդ միտքը կար, որ դե որ արդեն Թուրքիայի հետ էլ բաց սահմանն է, ռուսներից այդքան բեսբոժնի կախված չեն կլինի, էլի, դա էլ լավ է։ Ու վсё, պարկենք ծառիտակ հանգիստ վայելենք մեր բանը, ծերությունը։ Մեր ասելով հայ ազգի ծերությունը։ Դե անհնար է այդ կոնֆլիկտային տարածաշրջանում պրոբլեմատիկ արտաքին ճնշման պայմաններում չի լինում տենց բան անել, էլի այդ պրոյեկտը, երբ որ դու ուզում ես հարավային Կովկասում Սլովակիա սարքել, այդ Սլովակիան անընդհատ պարտվելու է Ադրբեջանի։ Բայց հիմա այս պայմաններում մենք դառնում ենք թուրքական ինչ-որ մի հատ մեծ գոտու մի փոքրիկ Սլովակիա։ Այսինքն մի կոնֆլիկտից, դա քանի որ մեզ Ամերիկան ասում է, ձեր այդ մանր-մունր այդ էթնիկ հարցերը, էդի բռնենք հանենք ու չլներ, ձեր այդ հարավային Կովկասում նայողը նշանակում ենք Թուրքիային ու դուք բոլորը դառնում եք տենց այդ թուրքական, մինչև կենտրոնական Ասիա ձգվող, այդ թուրքական ՆԱՏՕ ասվածի զինվորները։ Ու փաստորեն ստացվում է, որ Հայաստանը ուներ առաջ իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ու հիմա այս մոդելում ինքը չունի։ Ինչ ենք մենք կորցնում, երբ որ մենք զրկվում ենք մեր անկախ արտաքին քաղաքականությունը վարելուց։ Մենք մի հատ շատ կարևոր բան ենք կորցնում, խոսելու իրավունքը, հիմնարար իրավունքներից մեկն է։ Մենք թույլ ենք տալի թշնամուն, որ ապագայում որն է ներկայում թույլ ենք տալիս հիմա, ներկա շարունակական։ Մենք թույլ ենք տալի, որ թշնամին հայկական ազգային ինքնությունը, այն որ ես ասում եմ իսկական Հայաստանը, սահմանի որպես իր համար ազգային շահերի սպառնալիք։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն։ Այսինքն ստեղծել է մի վիճակ Հայաստանի ներկայիս իշխանությունը գործող, որով հնարավորություն է տալիս, նախ որում ինքն է դա տենց ձևակերպում։ Մենք ասում ենք օրինակ մարդ ապրում էր, չգիտեմ, Նենգի գյուղում մարդ ունի կամ Ստեփանակերտ քաղաքում, այդ մարդը իրավունք ունի վերադառնա իր տուն, ինքը հենց դա որակում է որպես ռևանշիզմ։ Հայաստանի դե ֆակտո վարչապետը եւ ամբողջ իրանց կուսակցությունը։ Բայց միևնույն է, ասածս դրանի չի փոխվում, ավելի ամրանում։ Դրանով հանդերձ հնարավորություն է տրված թշնամուն, որ ինքը առհասարակ հայկական նորմալ ինքնությունը, ոչ թե դրա կոնկրետ առանձին դրսևորումը, իրանք մեզ տենց են փորձում խաբել, որ մենք որ տարածքային պահանջ ենք իրանց դնում, դե բա ինչ անեն մարդիկ ֆազները գցում է։ Այստեղ ոչ տարածքային պահանջի հարցը չի, երբ որ արդեն հասել են Մասիսարին, Խորենացուն, Ռաֆուն, բանին եւ այլն, նշանակում է արդեն ինքը քո ինքնությունը համարում է ազգային շահերի սպառնալիք։ Երբ որ ինքը ասում է դու պիսամություն փոխես, ինքը վերաֆորմատավորես ամբողջ հասարակությունը, ուրեմն ինքնությունն է համարվում որպես լեգիտիմ թիրախ։ Դե կներես, եթե ինքնությունը լեգիտիմ թիրախ է, ստացվում է այդ ինքնության ամեն կրող կարա լեգիտիմ թիրախ լինի, իսկ այդ կրողները բանի պես չեն որոշում ընտրությունների պես, ով քանի ձայն ստացավ, էդի պոտենցիալ սախ կարան դրա կրող համարվեն։ Պատերազմի ժամանակ ոնց է որ
գիտես ասենք ճշնամու ինչ որ գումարտակի հրամանատար գնում է, ինչ որ միտեղ ավտոյով բան։ Հանգիստ կարաս խփես։ Նույնիսկ եթե ողջամիտ կասկած կա, որ ինքը ինչ որ շենքում է, բայց հստակ չես տեսել, էլի կարաս խփես։ Այս դեպքեր են եղել, օրինակ խփել են հրամանատարին, մարդը այդ բան արձակուրդում էր, բան օրինակ է, Հարավսլավիայից է, կարծեմ Հայաստանից չի։ Արձակուրդում էր հերիք չի, մի հատ էլ կինո երեխաներն էին ավտոյի մեջ։ Բայց միջազգային իրավունքը համարում է, որ դա իրավաչափ խոցում է, որովհետև դու խոցում ես հրամանատարի, ողջամտորեն մոտեցնում ես պատերազմի ավարտը։ Okay է։ Հա, տենց է։ Միջազգային այդ պատերազմի իրավունքը, մարդասիրական իրավունքը։ Հիմա նույնպես այստեղ, եթե դու ինքնությունն ես որպես բան համարում, թիրախ, դու կարաս ասես ողջամտորեն ախպեր ազգանունը Յանովա, չէ։ Բաքվի հայերին ինչ պրինցիպով էին բանանում կոտորում։ Հո չէին դնում խորանով, որ հա, օրինակ ինքը կողմը Ղարաբաղի անջատմանը չագերտավոր սեպարատիզմին դրա համար չէ, ասում են իր ազգանունը Յանովա, հետեւաբար ինքը պոտենցիալ կարա լինի այդ ինքնության կրող, իսկ այդ ինքնությունը մեր համար ազգային շահի սպառնալիք է, հետեւաբար լեգիտիմ թիրախ է։ Դա եմ ասում, սա ուղիղ ճանապարհ է դեպի բան ցեղասպանություն։ Սա ցեղասպանության անատոմիան տենց է աշխատում, ինչ որ մի քաղաքական սերունդ համաձայնվում է ճշնամու պահանջներին, կարճաժամկետ շահը վեր դասելով երկարաժամկետից։ Լավ, ասում ախպեր, ձեզ ինչ է պետք, մասի սարը, խորենացին, սահմանությունը, всё անում ենք։ Նայել ասում հա, օքեյ, դե ես էլ չեմ կրակում։ Լեգենդար հիմիկվա խաղաղությունը։ Բայց հետո անխուսափելիորեն գլուխ է բարձրացնում նորմալ ինքնությունը, դա չի կարա չբարձրացնի, ոնց որ մեր դեպքում եղավ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարասկիզբը, մարդիկ ասում են, բայց մի րոպե, մենք հոստրուկ չենք, մենք էլ ենք, չէ, պատմություն ունենք, բան ունենք, գրքեր կա, մատյաններ կա, բան կա, մենք էլ ենք ուզում ազատ լինենք։ Ու գալիս է բռնարարը, ասում է, «Յա, մի րոպե, դու խաբար չես, ծիծիլիոն տարի առաջ մենք ինչ ենք պայմանավորվել ձեր մեծերի հետ, դե ուրեմն արի ֆիքսենք, կա պայմանավորվածություն, կա ստատուս քվո, խախտում ես դու, ուրեմն օտար լեզու ասած պինյայնյա սիբյա մեղքը կովիզը, դու ես այդ պայմանավորվածությունը խախտում։ Թուրքերը 1915 թվականից սկսած առ այսօր հենց այդ նարատիվով են արդարացնում ցեղասպանությունը, որ բայց դեզ ով էր խնդրում բանանեիք, ինչ վատեր ամեն ինչ լավ էր, նորմալ ապրում էինք, մենք տերերն էինք, դուք ստրուկներն էիք, բայց ինչ անարդար բան կա, թե ձերոնք ինչ որ դարում դրա շուրջ համաձայնվել էին։ Հիմա նույնիսկ տեղ է, Ալիևի անպայման ուզում որ սահմանությունը փոխվի, որ մարդ ես, հիմա հավեր չի, Նիկոլ չլինի, Նիկոլայ լինի, ոչ մեկ հավեր չի, իսկ իդեաները հավերժ են։ Ինքը ուզում է որ դա նաև թղթով ամրագրվի, որ հետո ինչ-որ մեկը գա ասի հոբ մի րոպե սողալան թալան չի, էսի չա կատարվում, սենց չպետք է լինի, ասի ո՞վ սենց չպետք է լինի, դաժե քո երկրի մայր օրենքն է ասում, որ դու իրավունք չունես, անես, դաժե խոսաս, այն ինչ որ հիմա դու փորձում ես խոսալ, լավ ես մտածել։ Ես այդ սաղ թեմաներում եղել եմ, ես գիտեմ այդ ձեր սահմանությունը, ես քեզնից լավ գիտեմ ոնց է ընդունվել։ Ես մոդելավորում եմ Ալիևի զրույցը, ասենք ազատագրված Հայաստանի առաջին ղեկավարի հետ։ Մենք այդ թեմայում եղել ենք, այդ մենակ հո սահմանադրությունը չի։ Դա տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ է հանգած։ Իդեպ այդ բառերը բառացինս Նիկոլն էլ ասում։ Սա մեր սահմանությունը պետք է լինի տենց համատարածաշրջանային խաղաղության բան։ Եթե փոխում ես, եթե չես փոխում թեկուզ, բայց փաստացի փոխում ես քո քայլերով բան եւ այլն, դե բռնվի գալիս եմ։ Ու արդեն այդ բռնվի գալիս եմ, ինքը ինչ որ մի հատ նաեւ արտաքին միջազգային լեգիտիմության բան ունենում, որովհետեւ ոնց որ երի թուրքերը Ալիևն էլ կանգնելու է, ասի իրանք են ստատուս քվոն փոխում, դաժե իրանց այդ անտերդու սահմանության մեջ է գրած, որ օրինակ Հայաստանը չունի որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի հանդեպ։ Մենք էլ ենք հարևան։ Իսկ հիմա այս մարդը կանգնել է, ասում է, գիտես, ինչ որ մեկը պետք է գնա Ստեփանակերտում կամ Ննգիում ապրի, բայց չեղավ տարածքային պահանջ։ Սա է խնդրեմ, որ իրանք ահավոր մեզ հետ են գցել մեր այդ հավերժական հայկնապետից սկսած պայքարի ճանապարհին։ Արդեն հայկական ինքնությունն է սահմանվել որպես թուրքական բան, լեգիտիմ թիրախ։ Իսկ այդ ինքնության կրող էլի եմ ասում, նույնիսկ մեկը որ կանգնի ասի ախպեր ես ստաժավոր նիկոլական եմ, ես հələ 2010 թվին հակ եմ ընտրել, ինձնից յան տվեք, չի աշխատում։ Ոնց որ Բաքվի հայերի դեպքում չաշխատեց։ Մի մասը որն է, այսինքն փրկվածների այն մասը, որ հաստատվեց Հայաստանում,
նույնիսկ ես իմ մանկական հիշողություններում հիշում եմ այդ մարդկանց եւ այդ զրույցները մունաթ էին գալի եւ հայաստանցիների վրա եւ ղարաբաղցիների վրա իրանք լինելով ենթաէթնիկ առումով ղարաբաղցի կամ պատալոգ զանգեզուրցի ունեցի ասում են ինչ բան արեցիք շարժում մարժում գցեցիք մեր համար աղայի պես ապրում էինք Բաքվում եւ այլն այդ մարդիկ տենց էլ մի մասը չհասկացավ ինչ կատարվեց այն նույնն է լինելու է բանես դեպքում ընդհանուր հայության, հա ոչ մի չի կարաս ես Նիկոլական եմ եղել, ինձ մի թիրախավոր է, կարող դու Նիկոլական ես, երեխեդ ինչ-որ YouTube-ով մի հատ Մոնտեի մասին վիդեո տենա կամ ես իմ մի հատ գիրք կարդա դառնա հայ, հոպ, тогда мы идем к вам։ Ղարաբաղի ազատագրումը սովետական Հայաստանի ձեռքբերումներ։ Ինքը հայ ազգի ձեռքբերումներ, ես պատասխանը չեմ խուսափում, պրոստը պիտի նախաբան տամ, սահմանումներ տամ SLM ֆորմատը չի էլի, այո կամ ոչ, թունավոր ֆորմատներ կան, չէ։ Այդտենց ժամանակներ պետք է վերկենալ գնալ, այդտեն տոքսիկ հարաբերություններից է դառնում, ասում են ինձ սիրում ես, դե ասա, օրը միլիոն անգամ ասա, այդ միլիոն անգամ չասես չես սիրում։ Ինքը սովետական Հայաստանի ձեռքբերումներ այնքանով, որ օրինակ այդ սերունդը, որ կռվում էր, սովետական Հայաստանի համեմատաբար ապահովությունն ու բարեկեցությունները ապրել եւ նաեւ օրինակ սովետական Հայաստանում նկարված Ձորի Միրոն ու Ծառոյան եղբայրները ֆիլմներ նայել բայց Ձորի Միրոն ինչի մասին է Ձորի Միրոն արդեն նախասովետական Հայաստանի մասին է ընդհանրապես արևմտյան Հայաստանի մասին է Սասունի պայքարի մասին է Ծառոյան եղբայրները ինչի մասին է ընդհանրապես առաջին հանրապետության մասին է այսինքն մենք ստեղ ավելի խորը բանի հետ գործ ունենք առանց անիմաստ արժեզրկելու խորհրդային Հայաստանը որը մեր հայկական պրոյեկտի անխզելի մասն է ու բավականին հաջողված մասն է բայց իրան պետք չի առանձնացնել կամ առավելևս հակադրել այդ պրոյեկտի մնացած մասերին հաջորդող նախորդող ինք դրա օրգանական շարունակությունն էր Առաջին հանրապետության շարունակություններ, առաջին հանրապետությունը իր, ասենք, նախորդած պրոտոպետական կազմավորումների, սա ուղղակի էվոլյուցիան շղթայի մի մասն էր։ Բայց էլ եմ ասում, հաջողված մասը թռիչքաձև աճներ հիմա Երևանի պետական համալսարանը հիմնել է առաջին հանրապետությունը։ Գյումրիում հետո տեղափոխելով Երևան։ Բնականաբար այնպիսի աճ ինչ աճ որ ապրել է Երևանի պետական համալսարանը խորհրդային միության օրոք հասկանալի անհամեմատելի առաջին հանրապետության հետ Մատենադարանը ընդհանրապես հիմնել է հայոց եկեղեցին Մատենադարանը եկեղեցին է հիմնել հասկանալի է որ այնպիսի ինստիտուցիոնալիզացիա համալրում կարգաբերում ֆոնդավորում որ ապրեց խորհրդային Հայաստանի օրոք էլի անհամեմատելի է եթե եկեղեցին շարունակեր իր համեստ ռեսուրսներով այդ գործը առաջ տանել չասած որ արդյոք կունենար անվտանգային համապատասխան միջավայր եկեղեցին որ այդ գործը առաջ տաներ դրա համար ես այստեղ ոչ առանձնացնելու ոչ առավելևս հակադրելու կողմնակից եմ այո եւ մի հատ էլ այո ասիկա ոչ թե եւ այո եւ ոչ այո ինքը խորհրդային Հայաստանի ձեռքբերումներ, բայց այդ խորհրդային Հայաստանն էլ իրան նախորդած մնացած Հայաստանների շարունակություններ առանց դրա ինքը ուղղակի չէր լինի ոչ տարածքային առումով, ոչ էթնոգրաֆիկ, էթնիկ, ասենք դիմագծի ժողովրդագրական դիմագծի առումով, հետեւաբար դա հավաքական առումով Հայաստանի ձեռքբերումներ Երրորդ հանրապետության շրջանը հիմա որ մարդկանց հետ քննարկում ես հիմնականում իրանք իրենց ամբողջացնում են, հա, այսինքն իրանք ոչ մի տես բեկումնային առանձին չեն ասում, օրինակ մինչև 18 կամ 18-ից հետո, չեն ասում օրինակ մինչև Քոչարյանից հետո, որն է ըստ քեզ մեր տեսանկյունից, մեր արժեքների տեսանկյունից ճիշտ բաժանումը այս երրորդ հանրապետության շրջանների, որն է ճիշտ ձևը նայել Նայած ինչի համար ենք նայում եթե օրինակ նայում ենք պատմական բարբերականացման համար շատ հեշտ է 1991-ից 96 98 98-ից 2008 2008-ից 2018 2018-ից մինչ օրս սա էլ օրինակ դիտանկյուն է ըստ իշխած ղեկավարների բանի
ժամանակների։ Եթե օրինակ նայենք փիլիսոփայական, մետափիլիսոփայական առումով կարող է ոչ մի բաժանման կարեկել չլինի։ Նկատի ունեն հենց քաղաքական առումով, այսինքն հիմնականում Դե քաղաքականն էլ որ դառնում է, բոլորը նույնն են։ Չէ, բոլորը նույնը չեն։ Այդ շատ պետք է zoom out անես, դե այդքան որ zoom out անես, կարող է երկիր մոլորակն էլ, ասենք Նեպտունից շատ չտարբերվի, եթե այդքան zoom out անես, էլի։ Հա։ Նույնը չեն բոլորը։ Ես օրինակ Ղարաբաղի հարցի մասին խոսալուց ասացի, որ այնտեղ հստակ է տարբերությունը։ Լեոն Տեր-Պետրոսյանը 97 թվականի ամբողջ աշունը, ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդները, հա, ինչպես ինքը անցկացրեց 97-ի աշունը, մարդկանց համոզելու վրա, որ հա պետքա այսպես ասած այն վաղվա բառապաշարով հարակից տարածքները հանձնել առանց ինչ-որ մեր կողմից նախապայմանի, որ կարգավիճակ, բան եւ այլն, որովհետեւ կա պրոբլեմ։ Թուրքերը կուժեղանան, մեզ կծեծեն, կհայաթափեն Ղարաբաղի եւ այլն։ Եվ հետո Քոչարյանի իշխանության գալուց հետո կամաց այս բանակցային ժառանգությունից սկսեցին դիստանցավորվել, եկան հասան սկզբունքահեն բանի, շատ կարևոր է, հիմա ահագին զումին եմ արել։ Եկան հասան նրան, որ ֆիքսվեցին օրինակ սկզբունքներ, ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժ սպառնալիք չկիրառել։ Ինքը կարող է մանր դետալ թվա, բայց երբ որ դու հասնում ես նրան, որ բանակցային սեղանի սկզբունքները ֆիքս են, դու քեզ ապահովագրում ես, հատկապես քանակապես թույլ կողմ լինելուց, դու քեզ ապահովում ես այդ բանակցությունների կոնյունկտիվային բազարայնացումից։ Կա սկզբունք, այդ սկզբունքը սահմանափակում է, որ այս սեղանի վրա ենք մենակ, ասենք, դուրակ խաղում այս սեղանից դուրս չկա։ Չեն կարող գնան կողքի սենյակում դուրակ խաղան ու գան մեզ ասեն, գիտես դու կրվեցիր այնտեղ։ Սա է սահմանը։ Հիմա երբ որ ֆիքսվում է սկզբունք, դա արդեն ինչ-որ սահմանափակում է մտցնում եւ դա էլ եմ ասում, քանակապես թույլին ձեռնտու է։ Հակառակ դեպքում ինքը ուղղակի արևելյան բազար է։ Այդ օրը դիմացինի տրամադրությունը ոնց կլինի, միջնորդներինը ոնց կլինի, ինչ կլինի, ֆիքսվեցին սկզբունքները ու մեր համար շատ կարևոր եւ ինքնորոշումը եւ նաեւ ուժի սպառնալիքի ուժի կիրառման բացառելիությունը։ Դա էլ էր մեզ ձեռնտու։ Դրանում շահագրգռված էր Ադրբեջանը, որ ուժ կիրառի։ Եվ վերջո եկանք հասանք նրան, որ երկար պատմությունը, եթե կարճ պատմեմ գլուխ չտանեմ, որ նախկին լղիմը կոասած այդ փուճուր հատվածը եւ նախկին Լաչինի ու Քարվաճարի շրջանները փաստացի մեզ էին մնալու։ Հիմա կարճ կոնկրետ էսա, չեմ ուզում բան անեմ պատմագիտական զրույցը վերացեմ, ի վերջո Ալիևն էլ ասա բառացի խոստովանել, որ մեզ համոզում էինք 20 տարի շարունակ, որ դուք պարտված կողմ եք, հիմա արդեն տարօրինակ է, չէ՞, բառակապակցությունները լսել մի նախարարության մեջ, հələ որ հայերը այդքան էլ համաձայն են 5 շրջանը տալ ռազի եղեք, համաձայնվեք, այն 5 Ղարաբաղը մոռացեք դենի արդեն գնաց 1000 տարի է վերջո անցել, խեղկատակություն չի այդքան մենակ հայերից բան անենք, հայերին նեղենք, ինչ տալիս են վերցրեք բրծեք։ Սա օրինակ լուրջ տարբերություն է։ Բայց հիմա եթե մենք էլի ոչ թե շատ zoom out անենք, այլ ուրիշ դիտանկյունից նայենք, կարող է պարզվի, որ ընդհանրապես այս համակարգը իսկի առանձնապես շատ խորը հայկական էլ չէր, էլի ինքը Բրեժնևյան քաղաքական համակարգի ուղղակի այս մի քիչ update հարված, լավ Բրեժնևա-լևոնական մի հատ համակարգ է։ Այդ տեսանկյունից նայելու դեպքում կվելապնդել, որ մենք մինչև այսօր ենք ապրում Բրեժնևա-լևոնական համակարգում։ Դաժե հիմա ինքը չի փոխվել, եթե այդ տեսանկյունից նայենք։ Եթե նայենք չոր բինար հայ-թուրք, դե այտենց вообще կստացվի 91-ից մինչև 2018։ Նույնիսկ Լևոնը այդ դիտանկյունից նայելու դեպքում շոտկի կընկնի բանի մեջ։ Ուզած չգիտեմ իր համար, բայց կընկնի հայկականի շողքի տակ 18-ից կսկսի արդեն թուրքական Հայաստանի բանը տարեգրությունը։ Էլ եմ ասում, նայած որ բանից նայենք, Թալանի տեսանկյունից օրինակ եթե նայենք, ակնհայտ է որ գրեթե ամբողջությամբ համընկնում է լևոնական տարիների հետ։ Այն Թալանը, որ մարդիկ վերագրում են Քոչարյանին ու Սարգսյանին, հանիրավի հատկապես Քոչարյանին, բայց եղել է Լևոնի ժամանակ, երբ որ կարող ուղղակի վերցնեին կառավարության որոշումով, առանց դաժե ձևական աճուրդի, կառավարության որոշումով
գրեին, որ այսինչ շենքը, որը ժողովրդական հարստություն էր, չէ, սովետից մնացած, սովետում մասնավոր սեփականություն չկար։ Այսինչ շենքը սեփականացնել եւ սեփականության իրավունքով հանձնել Պողոս Պողոսյանին։ Դրել է Սարիտար։ Ձևական առումով ինքը իրավական է, կա կառավարության որոշում, կառավարության բալանսի վրա է դա, որտեղ Հայաստանը իրավահաջորդ նախորդային Հայաստան փաստացի։ Բայց արդարության իրավունքի ոգու տեսանկյունից դա թալան էր, այլ կերպ դա հնարավոր չի բնորոշել։ Գիտեք ինչքան տես մարդիկ կա, այս դեպ կառաջարկեմ, եթե գնաք գտնեք, որտեղ տարիքի բերումով այդ մարդիկ կամաց հրաժեշտ են տալիս մեզ սովետից մնացած գործարանների, ասենք գլխավոր ինժեներներ, բաներ, նույնիսկ պահակներ, բայց այստեղ ավելի կարևոր է այդ սոցիալական տրագեդիան հենց ինժեներների բանի մակարդակով, նա կարող է մարդը 25-30 տարի դե կյանք դրած լիներ, այդ գործարանի ամեն մի շուրուպը, բոլտը իմանար ու մեկ էլ գալիս էին ինչ-որ տենց կիսամորուքավոր, կիսացմփոր, սեփական անունը նույնիսկ առանց սխալի գրել չկարողացող մարդիկ, ոմանք ֆիդայու անվան տակ, ոմանք աստված գիտի ինչի անվան տակ, ասում են դե էսի արդեն մերն է, մենք էսի ռասկուլա չտենք անելու, տանելու ենք Պարսկաստան հանձնենք, դու էլ հոպար ջան ազատ ես։ Դա է թալանը։ Դա համընկնում է գրեթե ամբողջությամբ, հա, Լևոնի տարիների հետ, հատկապես 91-96։ Նենց որ էլ եմ ասում, նայած որ դիտանկյունից նայենք, բայց չէ, ամեն դեպքում բոլորը հավասար են, գիտեք, այդ ինքը շատ հանցավոր խոսույթ է։ Նման է, երբ որ ասում են բոլորը մեղավոր են, բոլորս ենք մեղավոր։ Երբ որ մեղավոր են բոլորը, ոչ մեկ մեղավոր չի։ Այն բայց ասում են դե բոլորս ենք մեղավոր։ Դա գիտակցված կամ չգիտակցված փորձ է իրական մեղավորին արդարացնելու։ Նույն ձևել, եթե բոլորը նույնն են, ուրեմն մեծաշո ոչ մեկ էլ մեղավոր չի ամեն ինչի մեջ։ Բոլորը նույնն են, հետաբար բոլորը մեղավոր են, դե մեր հետ վատ բաներ է, չէ՞ եղել, այս վերջերս։ Ստացվում է բոլորը նույնն են, հավասար է բոլորը մեղավոր են, հավասար է ոչ մեկը մեղավոր չի։ Ուղղակի թերթեք անցեք առաջ, չէ՞։ Չենք թերթում, չենք անցնում ենք առաջ, բայց հին էջերը կարդալով ու հիշելով։ Այդտենց թեզ կա, որ ազգայնականությունը ինչ-որ երկրում կապված է երկրի արդյունաբերական ինչ-որ նաև ոնց որ բազայի էկոնոմիկայի հետ։ Այսինքն ամեն դեպքում նույնիսկ ինչ-որ պարտությունից հետո, եթե դու ունես այդ արդյունաբերական բազան, ունես այդ տնտեսական հիմքը, այդ ոնց որ պահում է քո ազգայնականությունը։ Արդյոք հիմա ոնց որ Հայաստանը նաև բախվել է դրա, որ դեինդուստրիալիզացիան սարքել է ոչ ակտիվ կոնֆլիկտը դարձրել է ոչ իրատեսական։ Հիմա պետք է սկսել ոնց որ կառուցել ինդուստրիալ բազա, որպեսզի կարողանաս ապագայում քո ազգայնականության ինչ-որ նյութական հիմք տաս։ Ազգայնականության այդ բանը տեսությունը դա մի տեսություն չի, բայց այդ ընտանիքը լավ տեսությունների, որ բացատրում է ազգերի ու ազգայնականության առասարակ առաջացումը որպես ուղիղ հետևանք ինդուստրիալ հեղափոխության, ծանոթ տեսություն է, հանրածանոթ է, այնպես չի, որ լուրջ չեմ ընդունում կամ համարում եմ հիմնազուրկ, շատ դեպքերում, շատ քեյսերում, ասենց ասած, լավ էլ հիմնավոր է ու կարճ իր ասելիքը մոտավորես է, որ գործարարը արդյունաբերողը ինքը պետքա շահագրգռված լինի, որ այդ տարածքը լինի Իրանը, որտեղ ինքը կարա հոլանդական, ինքը կարա արդյունաբերող լինի մենակ Հոլանդիայում, ինքը լինելով հոլանդացի կարա արդյունաբերող լինի մենակ Հոլանդիայում, գնա ուրիշտեղ, այնտեղ արդեն նիշաները զբաղված են կոպիտ ասած, այսինքն ինքը ուղիղ բանն է, շահագրգիռն է, ուղիղ շահավորն է, որ նախ լինի առանձին Հոլանդիա եւ արդեն նաեւ դրա գաղափարախոսական հիմնավորումը, ասենց ասած հոլանդական ազգայնականությունը։ Ուղղակի տեսությունը ինքը հենց եվրոպական օրինակով է կազմված։ Լավ է բացատրում Եվրոպան, ավելին շատ բարդ է բացատրում, եթե չասենք չի կարա բացատրի այսօրվա ազգայնականությունները, արդեն ձեր ասած ապա ինդուստրիալ կամ հետ ինդուստրիալ տարաշրջանի ազգայնականությունները, երբ որ էլիտան դարել է բավականին մոբիլ, բավականին շարժունակ։ Առաջ այդ արդյունաբերողը գիտեր, որ ինքը չի կարող ուղղակի իր ստանոկները գրկի, գնա ինչ-որ հարևան երկիր, ասի հիմա եկել եմ ստեղ զավոդ դնեմ։ Այնտեղ արդեն դնողները կային։ Ու նրանք ասում էին ախպեր դու հոլանդացի ես, գնա քո Հոլանդիա, ասա Ֆրանսիացի եմ, Ֆրանսիայում եմ դնում։ Հիմա կապիտալը եւ այդ կապիտալի տեր էլիտաները շատ շարժուն են։
դու կարաս լինես հայկական էլիտա, քաղաքական, տնտեսական, քաղաքատնտեսական, բայց կապիտալները այլ տեղերում լինեն, այլ բանկերում լինեն, այլ օֆշորներում լինեն, հենց որպես ֆինանսական կապիտալ, որպես արժեթուղթ, որպես շենք շինություն, ինչ կուզեք ասեք։ Ինքը ուղիղ հետևանքն է բանի գլոբալիզացիայի ու այդ գլոբալիզացիայի, ասենց ասած, տեխնիկական, գծիկ տեխնոլոգիական կողմի վստահաբար ինքը ազդեցություն թողնում է, բայց ելի եմ ասում, այդ տեսությունը հատկապես այս հաշվի առնելով չի կարող բացատրի, օրինակ ադրբեջանական ազգայնականությունը չի փլվում։ Թուրքիայում ինչի են, ոչ միայն չի փլվում թուրքական ազգայնականությունը, այլ մի հատ էլ այս վերջի 20 տարին իրանք ձուլում են կրոնական իսլամական ազգայնականություն են ստանում, լրիվ ուրիշ լեվելների են հասնում, մի խոսքով չի փլվում, էվոլյուցիա է ապրում նույնիսկ։ Այսա դժվար կբացատրեն։ Հիմա դրա համար համ չէ, այսինքն պատմական ինչ-որ մի ժամանակաշրջանի ու ինչ-որ մի կոնկրետ աշխարհագրության համար ինքը միանշանակ ճիշտ է։ Երբ որ փոխում ես աշխարհագրությունը, փոխում ես ժամանակաշրջանը, դառնում է բավականին վիճելի։ Ամեն դեպքում ես համարում եմ, որ այդ տեսությունը ինչ-որ մասով ճիշտ է երրորդ հանրապետության համար։ Ակնհայտ է, որ մենք այդ բառի հենց տենց եվրոպական իմաստով ազգային բուրժուազիա տենց էլ չենք ունեցել, այսինքն եղել են ազգային գործարարներ, բայց եթե մտնենք այդ մարքսիստական տերմինաբանության մեջ, դա եղել է ոչ թե ազգային բուրժուազիա, այլ կոմպրադորական բուրժուազիա, այսինքն մի բուրժուազիա, որը հանգիստ կարա նաև իր շահը դասակարգային ուղիղ կապի նաև արտաքին նվաճողի հետ։ Մենք ունենք տենց լեգենդար հիմա գործարար, չէ, ես նույնիսկ իր նկատի չունեմ։ Ինքը բոլորի օրոք կա, որ ինչ-որ նեղ, փակ, կիսափակ, կիսաբաց շրջանակներում ասում է, դե որ բացվեց սահմանը, առաջի ֆուրը ես եմ բերելու Թուրքիայից։ Այդ մարդին կոմպրադորական բուրժուազիայի դասական ներկայացուցիչ է։ Միանշանակ մենք դա ձախողել ենք եւ դա հատկապես հիմա է շատ զգացվում։ Հատկապես հիմա է զգացվում, որ ազգային պրոյեկտը մղվել է ընդդիմադիր անկյուն, վերադառնալով մեր զրույցի սկզբնամասին արդեն անկյունը չէ փակուղի, չունի արտաքին բան, բարենպաստ միջավայր, առնվազն այսպես ասենք, Շարլ դե Գոլը չենք էլի, որ մի հատ sense լավ տակուկ անկյուն Լոնդոնում տվել էին, ասում էին աղբեր ջան, հեսա ես քո միկրոֆոնը, նստից տեից ազատ Եվրոպա, ազատ Ֆրանսիա, քոքի խոսա, մարդկանց մղի դիմադրության եւ այլն։ Չկա այդ բանը։ Հայկական պրոյեկտը ինքը պետք է մենակ հայերին։ Այլ հարց, որ ինքը լինում է որպես իշխանություն, որպես գործող միավոր, նաև շուտ տակտիկական դաշնակիցներ ունենում է։ Ռուսը, պարսիկը, գիտեմ, ովքեր որ կան հակաթուրքական թեմայի մեջ մի խոսքով։ Բայց երբ որ ինքը մղված է եսին որտեղ, սա Ֆրանսիան չի։ Ոչ մեկ այդպես չի վերցնելու դաշնակիցների պես, ասու չեմ, մենք գոլին ենք ճանաչում իսկական Ֆրանսիա։ Բոլորը ասելու են մենք Վիշիի կառավարությունն ենք ճանաչում որպես իսկական Ֆրանսիա։ Ոնց որ այսօր բարեհաջող կերպով շարունակում են ԿՊ-ին ճանաչել որպես իսկական Հայաստան։ Ու երբ որ չկա այս պայմաններում մտել ազգային բուրժուազիա, դառնա 19-րդ դարի Հայաստանն է։ Գիտեք, չէ՞ որ Դաշնակցության հիմնադիր Քրիստոֆոր Միքայելյանը մի օր ուղղակի համբերություն այդ մարդու հատավ եւ որոշեց, որ ֆինանսավորման աղբյուրը պետքա բան լինի, բռնի օպերացիա փոթորի կանոնով։ Ուղղակի առևանգում էին խոշոր հայ գործարարների Բաքվում, Ղարաբաղում, Թիֆլիսում, ու ասում են պիտի մուծվեք։ Մեկին տենց առևանգել Իսահակի աղբյուր էին տարել Շուշիի տակ։ Հետո իհարկե ինչ-որ պես փակվեց այդ օպերացիան, որովհետև նախ ներդրած ջանքերը ստացած արդյունքը, արդյունավետությունը մեծ չէր, երկրորդ նաև ավելի երկարաժամկետ առումով վանող էր դառնում։ Այսինքն դու ստեղծվել ես արտաքին բռնակալության դեմ պայքարելու համար, բռնությունը դարձնում ես որպես գործիք ներքին ճակատում, ինչքան էլ ինքը հասկանալի է արդարացված է պատմական կտրվածքով, բայց դա վանում էր։ Դրա համար ասին լավ անցնենք ուրիշ բանի։ Ու այսինքն
դժվարությամբ էին ճարում ամեն կոպեկը հաշիվեր ազգային պայքարը ֆինանսավորելու համար վկայությունները կան ոնց է Եվրոպայում նաև ինչ-որ մեծ հարուստ հայերի հանդիպում համոզում հնար չկար նամակներ ունի գրած օրինակ Խանասորի արշավանքից հետո որ ասում է տղեկ այ հիմա բանա ոնց որ թե լավ պատոկ է գալի փողի հիշում եք ես ձեզ ասում էի որ պետք է սկզբից գործն անել հետո ակնկալել որ դրա վրա արդեն փողը կգա էլի ոնց հասկացեք տենց է աշխատում ակնհայտ է որ մարդիկ ակնկալիք ունեն որ ախպեր տվեք միջոցները սիլы и средства սովետական ռազմական գիտության բառով ասած ուժեր միջոցներ տվեք որ անեն գործը դե բարձմա ուժերի միջոցներ չկա բայց դե գործը պետք է անես որ գա բայց ոնց անեն որ չկա եւ այս հայկական պրոյեկտը ինքը վերածվում էր մարտիրոսագրության նահատակության երբ որ չունես ինֆրաստրուկտուրա դա փոխարինում ես այդ հերոսականությամբ, նահատակությամբ, այսինքն այն պայքարը, որը պետք է 1000 հոգի տաներ տանում է 10 հոգի ու ավելի ծանր է դա դառնում։ Նույնը մոտավորապես հիմա է։ Եվ այո, դա նաև ազգային բուրժուազիա չունենալուց է։ Կարար դա լիներ թե չէ, երևի կարար, կարա ապագայում դա լինի թե չէ, կարծում եմ, որ այո, հնարավոր է, բայց ձեր հարցը ինքը շատ տարողունակ է, вообще դասախոսության թեմա է, էլի ոչ թե sense գալաջի։ Լավ, հիմա պատկերացնենք ես ընտրող եմ, գնացել եմ 56 թվականին ընտրել եմ Վազգեն Մանուկյանին, Վազգեն Մանուկյանը հաղթել է, բայց իշխանություն չի ստացել, հետո գնացել եմ 17 թվականի փետրվարին, ընտրել եմ Սերժին, Սերժը հաղթել է, բայց մի քանի ամիս հետո իրեն գցել են։ Հիմա գնացել եմ ընտրությունների, ասենք պայմանական էլի օպոզիցիա եմ ընտրել ու իբր էլի օպոզիցիան չի ընդունում արդյունքները, կես տոկոս հաշվելուց հետո Նիկոլա Հելնումը ասում է, որ հաղթել ենք։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, փաստորեն ճիշտ է դառնում են թեզը, որ Հայաստանը, ոնց որ բոլոր նորմալ երկրները անցկացնում ընտրություններ առանց փոխելու ռեժիմը, այսինքն ընտրությունները ունեն արհեստական բնույթ ու պետք չի որ մարդիկ գնան ու մասնակցեն ընտրությունների, որովհետև մեր մոտ իշխանությունը փոխվում է ինչ-որ պալատական գույով, ընդ չգիտեմ, երևի արտաքին ինչ-որ հաշվարկներով, ոնց որ եղավ 2018 թվականին շանտաժով, սպառնալիքով ու այդպես բաներով։ Այս հարցն էլ երկու շերտանի է, նախ փաստական մասը այդպես է, թե այդպես չի, երկրորդ իսկ արդյոք դրանից բխում է, որ պետք է գնալ ընտրության, թե չգնալ։ Փաստական մասը հա միանշանակ տենց է, նույնիսկ քաղաքագիտության մեջ տենց անուն էլ կա, հիբրիդային են կոչում, որ շատ չնեղացնեն այս տեսակ ռեժիմները, մի կողմից են, որ տենց քյարթ ու ավտորիտար ոնց որ չի, ես հիմա արդեն բան եմ ասում, ընդհանուր 91-ից մինչև այսօր, բայց մյուս կողմից նենց էլ չի, որ էլեկտորալ դեմոկրատիա է, ասում են հիբրիդային բան, որ ընտրություն կարգի կա, ու ինչ-որ բան ոնց որ փոխում է լա, բայց սկզբունքային իշխանությունը չի փոխում, ինչը որ ենթադրում է ամենակարևոր բանն է, որ ընտրությամբ կարա իշխանություն փոխվի։ Հա, սա ճիշտ է, բխում է սրանից արդյոք, որ պետք է գնալ կամ չգնալ, չէ, ես համարում եմ, որ գնալ պետք է ցանկացած դեպքում ու էլի զրույցի սկզբնամասին վերադառնալով, եթե ազգային ազատագրական պայքարի մեջ ենք, նույնիսկ երևույթներ, որոնք նորմալ քյարթու 19-րդ դարի ազգային ազատագրական պայքարներում չկային, ինչ ընտրություն, Կոսմոյան կայսրության դեմ ազգային ազատագրական պայքարը, ինչ ընտրություն, բայց հենց քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հունարն էլ է դա, որ ժամանակի վիճակին, մարտահրավերներին, միջավայրին ճիշտ ադապտացվեն։ Հիմա այո, էլի ազգային ազատագրական պայքարը, բայց որոշակիորեն փոխված կլիմայով, որոշակիորեն փոխված միջավայրով, երբ որ այո, նույնիսկ ընտրությունները կարող լինեն այդ ազգային ազատագրական պայքարի ճակատամարտերից մեկը։ Առաքելոց վանքի կռիվը, օրինակ 1901 թվական։ Այս բանի դեպքում արդեն, այս մտապատկերի դեպքում, այս համարումների դեպքում ինքնին արդեն պարզ է, որ այո, պետք է գնալ։ Ոնց որ ճակատամարտին գնաց, թե դասալիք ես։ Միանշանակ պետք է գնալ, հատկապես որ այնպես է չի, որ դա ընդհանրապես բան չի փոխում։ Դա կարա ինչպես մի ճակատամարտը վերջնական պատերազմի արդյունքը չորոշի,
բայց կൂտակային էֆեկտով այդ բանին է փոխում, շուտ մանդատականա կա որոշում, շուտ բողոքի բանա ցույց տալ եւ որ այսքան մարդ դեմ է։ Հիմա ինչ նախնդիրը գումարել ձեր ասած ամբողջ հավաքական ընդդիմության ձայները, ասել տեսեք, այսքան մարդ իրան դեմ է անդրել։ Պրոստը դե տարբեր նրբերանգներ են, հա, մեկը կոնկրետ էս համարին, չգիտեմ, 7-ին, 17-ին, 3-ին, բանին եւ այլն, բայց փաստացի բան են դեմ են քվեարկել։ Սա ես ասում եի նաեւ, սա ասեմ չմոռանամ նոր ավարտեմ, հայակվեի ժամանակ 23 թվականի գարնան ամռանը մի հատ բան կա, չէ, կեղծ, ոչ թե կեղծ, այլ ոչ աուտենտիկ փաստաթուղթ կա, կոչվում է Սիոնի իմաստունների արձանագրությունները։ Նո ինքը ահա ոգով ճշմարիտ հեղինակությամբ ամենայն հավաքականությամբ ցարական ախրանքան է կազմել, բայց կազմողը կամ կազմողները շատ լավ են ծանոթ եղել հերական ազգային մտքին, փիլիսոփայությանը, այսինքն ինքը ըստ էության աուտենտիկա փաստացի տեխնիկապես կեղծ է։ Ու մեջը մի հատ sense լավ բան կա, որ ասում է այս գոյերը բաները չեն ջոգում, ասում են կամ ամեն ինչ կամ ոչինչ, ես մենակ չեն հասկանում, որ դա սխալ է։ Եթե կարաս այս բան թեկոս մի պատառ, մի փշրունք ունենաս, ուրեմն պետք է դա ունենաս։ Հետո դրա վրա մի հատ ուրիշը կավելացնես եւ այլն եւ այլն։ Ասում է իրանք տենց այդ կեղծ ասպետականության մեջ են, մենք էլի ոչերյաներս կամ ամեն ինչ կամ ոչինչ, բայց ասում է դա սխալ է։ Մենք չպետք է տենց առաջնորդվենք մենք հերյաներս։ Հիմա մեր մոդել այդ առումով կա, հիշում եմ հայակվեի ժամանակ էլ, ես հայակվեն նկատի ունեմ։ Հա, ստորագրահավաքը։ Այդ ոչ թե երկընտրանքը, այլ այդ բինար հերաների իմաստունների քննադատած մտայնությունը կար, որ ինչ հայտ տալու դրանով ասենք ազատագրվելու է Ղարաբաղը կամ կանգնացնելու է այս ԿՊ-ի ընթացքը բան։ Չէ, դեպի անիմաստ է, կամ ամեն ինչ կամ ոչինչ։ Սա գալիս է էլի եմ ասում ժամանակային շրջանակը սկոպը նեղ տեսնելուց եւ ինչ որտեղ նաեւ մեր բոլորիս հայերիս ընդդիմադիրներիս ինչ որտեղ եսակենտրոնությունից մենք անպայման ուզում ենք ամեն ինչ մեր օրոք, մենք տենանք եւ այլն եւ այլն։ Ես հիշացնում եմ, ասում եմ Ժորժ ջան 1967 թվականին կարծեմ Ղարաբաղում մեծ ստորագրավակ եղավ 30,000-ից ավել ստորագրություն։ Էլի պահանջում էին, որ 21 թվականի որոշումը վերանայվի։ Ոչ մի դրական արդյունք այդ բան չտվեց, բացասական լիքը կազմակերպիչների մասը անհետ նույնիսկ կորան, մի մասը աքսորվեցին, Ստալինի թվերը չէին, բայց ամեն դեպքում հանակբան չէր էլի խորհրդային Ադրբեջանում տես բան անել։ Հիմա ասում եմ, բայց տեսեք դա դարել է մեր ազգային նարատիվի մի մասը, 88 թվականից մենք այդ ենք ասում, որ ախպեր մենք սա սեպարատիզմ չի, սա ինչ որ այս բան Հայաստանը եկե հատը գցել է Ղարաբաղցիներն էլ օգտագործմար հողեր գրավի, տես չի։ Այս մարդիկ դեմ են եղել։ Ու դա միշտ փաստվել է, որ իրանք դաժե սովետի են դաժան տարիներին արտահայտել են դա։ Հիմա որ մարդկանց ամեն ձև լրացնում եք 60-ականներին, լրացնում եք 70-ականներին, 80-ականներին կրակով չենք ընկել։ Այսինքն ստացվում է մեր իրավունքը, մեր ձայնը պաշտպանելու այլ ձև չեք թողնում, քան ինքնապաշտպանության դիմելը։ Ասում եմ հիմա այդ ժամանակ դա ուղիղ արդյունք չտվեց, ձեր պատկերացրած այդ բանով կամ ամեն ինչ կամ ոչինչ կամ հիմա կամ երբեք։ Բայց ասում եմ հիմա մեր լեզուն երկար է 88 թվականից սկսած, որ ասենք, որ մենք բան չենք, նախ ստրուկ չենք, որ պրոստը հոп, պատեհապաշտ է, այս պահին կարաս փախնես մատից փախնում ես։ Չէ, մենք միշտ էլ ազատ ենք եղել հոգով, մարմնով ենք բռնադատված եղել, բայց միշտ է փորձել ենք այդ շղթաները բան անենք։ Ձեր հետ անհնարը դրա համար գնում ենք այս ճանապարհով։ Նույնն էլ ասում հայակավեն։ Պարզ է, այս պայն ես ասենք այդ թեմայով չեմ խոսացել, բայց վստահ եմ կազմակերպիչներն էլ լավ հասկանում էին, որ դժվար է ստորագրություններով որ ազատագրվի Շուշին կամ Հադրութը կամ բանը Մատաղիսը կամ Քաշաթաղը, բայց դա քո երկարաժամկետ պրոյեկտի մեջ եւս մեկ փաստարկային բան է բերում, որ ախպեր անվանական նույնիսկ ստորագրահավաքի պայմաններում, որ դա ընտրություն չի, դե անվանական էր իմացվում ով է ստորագրել, օրենքն է տենց։
հələ ընտրությունը գոնե գախնի է, ապա անձնավորված ազոտ իմանում են դու մասնակցեցիր, թե չէ, բայց չեն իմանում ում ընտրեցիր։ Ստեղ իմանում են, որ մասնակցեցիր, ու ունդե ոչ չկա էլի, որ մասնակցում ես, մենակ այո է ստորագրում ես, որ կողմ ես դրան։ Նույնիսկ այդ բռնի ռեժիմի պայմաններում վախի մթնոլորտ, որ ամենտեղ պետական մարմինները լծված էին այդ ստորագրահավաքը նսեմացնելուն, դեհումանիզացնելուն, հակակարոզին, մտնում էին, ասենք, տներ տենային ու մոտ այդ բուկլետներից, բաներից կա, բռնում ասում էին, այս հայակվես, բան անում, գլորում։ Նույնիսկ այդ պայմաններում, տեսեք, այսքան տասնյակ հազար մարդ բան ա արել, գնացել իր բաց դեմքով ստորագրել է։ Մենք միշտ ենք դեմ եղել սրան։ Պրոստը մի հատ բան ա եղել, պրոքսի էլիտա ա եղել, դրսից դրված, անհամաչափ ռեսուրսով ուժով բանով, տենց ուզածը առաջ ա տարել, բայց իսկական հայկական բանը ինքնորոշման ենթակա սուբյեկտը սրան դեմ ա եղել, այսօր հոբ դեզ ապացույց, որ չստացվի, որ մենք բան ենք անում։ Հիմա հետփաստյա պատմությունը կեղծում ենք, ոնց օրինակ համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական պատմագրությունը սկսեց ներկայացնել, թե իբր ամբողջ Ֆրանսիան համակված էր դիմադրության շարժմամբ։ Այդ Վիշի կառավարությունը դες մի քանի դավաճաններին, բայց ամբողջ ֆրանսիական ժողովուրդը բան էր, ռեզիստան էր։ Այդպես չի եղել, բայց իրանք իրանց ազգային թասիբը վերականգնելու համար դրեցին ամբողջ պատմագրությունը ռեզիստանտացրին, դիմադրիստականացրին։ Մենք դրա կարիք չունենք։ Ու նաև ասենք հայակվեի շնորհիվ մենք հետո կարողանալու ենք հեշտ կանգնենք, ասենք, ախպեր նայեք մարդիկ դեմ են եղել։ Միտինգներին ծեծել են, կերես ստորագրել են, մի հոգանոց ակցիա են արել, 60,000 հոգանոց ակցիա են արել, ամեն ինչ էլ արել են։ Սա ձեզ ապացույց, որ մենք միշտ ենք դեմ եղել, պրոստը հիմա է ռեալ հնարավորություն ստեղծվել առանց ներքին ցեղասպանության ենթարկվելով մեր ինքնությունը դրսևորելու։ Դա համար պետք չի այդ կործանարար բանի մեջ մտնել կամ ամեն ինչ կամ ոչինչ, կամ հիմա կամ երբեք։ Այս ամբողջ ընթացքում, երբ որ ԿՊ-ն հանձնում էր Արցախը, աստիճանաբար սկսած այդ նշաձողի իջեցում, այդ իրենց արհեստական պատերազմը 20 թվականի հետո ոնց որ այդ բլոկադայի ընթացքում անգործությունը, ռեֆերենս ինչ որ անկարող կազմակերպությունների, այդ ամբողջ ընթացքում մենք չտեսանք ոնց որ Հայաստանում որևէ ուժի դրսևորում դրա դեմ, այսինքն բանակը չապստամբեց, չվերցրեց ուժը, հետո տեղային ինչ որ մակարդակով չտեսանք, որ չգիտեմ, մի հատ ոստիկանի նույնիսկ ակ փրթեն կամ մի հատ մոլոտով ինչ որ միտեղ գնա, որ տեսնում ենք, որ միջազգային օրինակ նույն Ալբանիայում բանում շատ ավելի փոքր հարցերում շատ ավելի բուրըն ռեակցիա է տալիս։ Արդյոք մենք ոչխարներ ենք ու մեզ որտեղ որ քշում ենք, ընդհանուր մենք չունենք այդ, չգիտեմ, զայրույթը, կամ արդյոք եղել է ինչ որ տենց ներքին հանդուրժողականություն, որ ձևավորվել է, որ հա Ղարաբաղը ինչ որ մի պահի մասամբ կամ լիովին հանձնելու ենք։ Չէ, տենց մտահոգություն չի եղել, որ Ղարաբաղը sense պիտի հանձնենք, թե ինչի ձեր նշած երևույթները տեղի չեն ունեցել, խորքային են պատճառները, ես կբավարարվեմ երևի մեկը նշելով, ընդ պարզ է, որ սկսած նախադեպի բացակայությունից, այսինքն որ քաղաքական մշակույթի մեջ նախադեպ չկա, վերջացրած դեպ էլի պակաս կարևոր չի, բնակչության փոքր թվով եւ մեկը որ հատուկ ուզենային գծել բանով ցեղասպանության վերհուշ պլյուս էթնիկության պլյուս քաղաքականության ընկալում այդ էթնիկության պրիզմայով սաղասել հայ ենք, սաղասել մի հողուջերի մարդ ենք եւ այլն հետո դե հաշվի առեք 1000 հարց կա, ասենք ձեր նշած երկրում արտաքին ներխուժման սպառնալիք չկա, Հայաստանում կա, Թուրքիային այդպես մի առիթ է պետք էլի, որ ասի տեսեք այս երկրում ինչա կատարվում, շունը տիրոջ չի ճանաչում, իսկ այդ երկիրը իմ շահերի գոտումը հարևան երկիր է բան, զուտ կարգ ու կանոն հաստատելու համար ես պիտի որոշ տարածքներ զբաղացնեմ այդ երկրից։ Դե հեսա ուրեմն Կիպրոսի սցենարը կլինի, Նիկոլի հետ կստորագրեն, որ ես իր ստաբիլությունը Թուրքիայի ապահով ոնց որ բանի տակ է։
Հա, մոտավորապես հիմա դրան է գնում։ Ըստ որում այն մի քանի հարց առաջ որ ասիկ թուրքական ՆԱՏՕ ինքը մի տեսակ նման է բանին 1920 թվին որ ստեղ արդեն սովետը հաստատվեց ու ասեց «Սյո տղեկ լավ հիմա արդեն ես կորոշեմ որը ումն է բան եւ այլն հիմա նոր կանոններ են»։ Հիմա այդ արևմուտքի պրոյեկտն է տենց ենթագլոբալիզացիոն ստեղից մինչև Ղազախստան ուղղակի խնդիրն է որ արևմուտքը այդքան ենթակառուցված տեղ չունի իր ենթակառուցվածքը Թուրքիան է հետո պատմական լեգիտիմություն չունի այդ առումով հիմա ուզենք չուզենք ռուսները ունեին ասում ես ընդամենը 3 տարի առաջ ռուսական պետության շատ հետեկայացրություն էր բայց այդ պետության որի շարունակողն ենք մենք բոլշևիկներս դրա մասն էր այդ տարածքները արևմուտքը էլ չունի Թուրքիան ունի Թուրքիան է չունի որտեղ այս ավենեպքում արևելյան Հայաստանի արևելյան մասն է լավ ինքը ավելի շատ ունի քան ասենք Ամերիկան ասեմ հա ի վերջո Հայաստանից ամեն ինչ անենք արևելյանն է Հայաստանի մեծ մասը Թուրքիայի տարածքում չի եղավ լեգիտիմություն էլի կամ Վրաստանից Ախալցխայի փաշայությունը ասենք չի եղել Օսմանյան կայսրության կազմում բայց լավ պատմական լեգիտիմություններ մի կողմ կարողականություն real capacity տեղում ինչ որ բան լուծելու ինքը ավելի ուղիղ ձևով ունի ոնց որ ժամանակին Մոսկվան ուներ քան Բրյուսելն ու Վաշինգտոնը հատկապես այդ երկուսը իրար հետ դուգա տալով էլի կոնկրետ էս հենց մեր օրերում Ամերիկա այդ հատուկ եմ Ամերիկա ասում ոչ թե Տրամփ Ամերիկա ԵՄ հարաբերությունների կոնտեքստում պրոբլեմա համաձայն եմ որ եթե ամեն ինչ sense շարունակվի հա շատ բան տես տխուր տեղեր են գնում ըստ որում ամեն հաջորդ քայլափոխին այնպես է արվում որ թղթով ամեն ինչ ճիշտ լինի թվա թե հենց հայ ժողովուրդն էլ դա սրբագործում է դրան համաձայն է կարող հատասեմ որ հայ ժողովուրդը դրան համաձայն չի պրոստը հայ ժողովրդին շատ լավ հաջորդի մի մասին շատ լավ մոլորեցրել են որ իր վատ ապրելու պատճառը այս հայկական թեմատիկան է զորում ուղղել չեն ասել բայց այնպես են կոդավորել որ իր վարքից դա դուրս գա այդ հայկական թեման Ղարաբաղը կլինի եկեղեցին կլինի Սփյուռքը կլինի ինչը կլինի հոբ մենք տեսնում ենք որ այդ քարոզության զոհ դարձած մարդիկ կակշտիկ կանգնած են բայց առանձին իրան որ հանես այդ միջավայրից ասես հայ ես թե չէ ասի հայ եմ ասես ում ես համարում հերոս կտա ինչ որ հայկական հերոսի անուն ապայման զոհված հա էական չի համեն դեպս Աթաթուրքի անունը չի տա այսինքն գործ ունենք դասական տենց propagandist որ ասում են քարոզչակայնացված քարոզի տակ մնացած բանի այդ հասարակության հետ բայց որ պայն որ այդ քարոզի այդ կեղտաջրի կռանտը փակվի այդ ուղղակի մաքրվելու է ու մնա պարզաջուր այդ մարդիկ էլ զարմանալու են որ արա հայսկականից բայց ես ոնց չենք նկատում էսի կանգնում էր ասում էր բանա ցեղասպանությունը մենք ենք արել կամ ասում էր հա բանա այն որ հիմա հասել ենք այս կետին սա շատ լավ կետ է այս փաստորեն նկատի ուներ որ լավ է Ղարաբաղը չկա ես ոնց չենք տենում վախտին ոնց որ 88-ին շատերը որ չգիտեին էլ Ղարաբաղը ինչա բան բայց ամեն բանից հարթուկից Ղարաբաղ էր հնչում սկսեցին ինչ-որ գրքեր բացել բանանել կարդալ ու լսել հայել փաստորեն ինչ տարբերություն յա Ղարաբաղի ասյունի քեյսը լա մեր եղել բռնել տենց պես պրեզելով հանձնել են բայց պետք է այդ կրանտը փակվի էլի այդ կեղտաջերի կրանտը պետք է փակվի ասում են որ հայրենասեր մարդիկ հիմնականում ոնց որ իրանց բիոգրաֆիան, կենսագրությունը ինչ որ ձև համադրում են իրանց հայրենիքի հետ կենսագրության հետ, հա, այսինքն meeting the homeland where it is, այսինքն այն ինչ որ կատարվում է այնտեղ համադրում են իրանց կյանքի հետ։ Հիմա ինչ պետքա մարդը անի, что делать, ինչ անել, որպեսզի ինքը դառնա այս ոնց որ այդ ազգային ապագա զարթոնքի մի մասը ու կարող է հայկական նախագիծը, թեկուզ արշավները կամ լեկցիաները կամ այդ ամբողջ գործունեությունը, որ ծավալում եք հարցումները, դրա մի մասն են։
Առնվազն ենթադրվում է, որ պիտի լինեն, այսինքն մենք ամեն ջանք թափում ենք, որ լինեն։ Ու հա, մեր կազմակերպության հայկական նախագծի գործունեությունը մի զգալի կամ տեսանելի մասով ուղղված է նաև հայկական ազգայնականության արդիականացմանը եւ այդ արդիականացված ձևով հատկապես երիտասարդ սերնդի շրջանում տարածելուն։ Իրականում ազգությունը որպես մարդկային հասարակությունների կազմակերպման միավոր ամենաօպտիմալ պատմությամբ ապացուցված միավորն է։ Մեծ հաշվով դա ընտանիքի extension-ն է, ընդարձակված ձևն է, ինչ ենք մենք մեկս մյուսին ասում եղբայրներ, քույրեր, հայր, էնիկ, մայր, էնի լեզու, դա այն միավորն է, որը մարդը կարողանում է կլանել առանց վիզուալ տեսնելու, առանց ճանաչելու։ Այսինքն այն ինչ որ ինքը տեսել է գիտի ընտանիքը, եղբայրը, քույրը, այդ ազգակցությունը էքստրապոլացնում է ազգի վրա։ Ազգի վրա դա տարածելի է, օրինակ ազգից վերև էլ մարդկության վրա դա տենց չի աշխատում, առանձին վերցած կարող է ինչ-որ մարդ ասի, ես աշխարհաքաղաքացի եմ, ուգանդացի երեխան է սովածել նի սիրտս նույն ձև կցավա, հայն էլ սովածել նի կցավա։ Կան տենց մարդիկ, հարց չկա, բայց մենք խոսում ենք ոչ թե առանձին մարդկանց մասին, այլ համաշխարհային պատմության մասին, առհասարակ, որտեղ էլ եմ ասում, կյանքով է ապացուցվել, որ նույնիսկ կայսրությունը չի ամենաօպտիմալ գոյաձև, այլ ազգությունը, որի համար մարդիկ նաև պատրաստ են զոհաբերության, որտեղ համարում են, որ իրենց եղբոր, երեխայի, զավակի, մոր, սրբության համար են այդ զոհաբերությանը գնում։ Ու կորոնավիրուսն էլ եւս մեկ անգամ եկավ դա ապացուցելու, երբ որ ուղղակի դաշնակից երկրներ նույնիսկ մեկը մյուսից դիմակ էին գողանում։ Մենք իմ օթային տարածքով սամալոտ էր գնում դաշնակից երկիր պիտի վայրեջ կատարեր, իմանում եմ, որ մեջը բաներ, դիմակներ էր, յոս մի բակակրոս, նալավցայից վեր բիշիտ չի կարա ճիշտնի, որովհետև իմ ազգային տարածքով անցն։ Ուտեղ հանկարծ արևմուտքն էլ եւս մեկ անգամ այդ ցավի փորձության գնով վերաբացահայտեց, որ discover արեց, որ արաբացիական այդպես ինչ լավ բան է, որ ազգություն, քո սահմանը, քո նոնք, բան, որ հասկանում ես էլի, որտեղ է քո օպերացիոն գոտին, որտեղ ես դու աշխատում, որի համար ես պատրաստ զրկան կրել, գողություն անել, որի համար պատրաստ չես։ Այնպես որ հայկական ազգայնականությունը ինքը պիտի արդիականացվի անպայման, ոչ թե որ ինքը հնացած է, այլ ուղղակի ամեն ինչ պետք է արդիականացվի։ Այդ բանն է, ոնց որ ամեն օր ինչ-որ մի նոր բան պետք է սովորես, օրինակ։ Նույն ձև էլ դա այդ առումով ես նկատի ունեմ, այլ ոչ թե ուղղակի պարզ հակադրության, որ դե ինքը հին է թափելու բան է, նորն է պետք։ Այդպես կասեի պետք է նորը ստեղծել, ես ասում եմ, որ եղածը պետք է արդիականացվի, եւ ամենակարևորը ցույց տրվի նրա հավերժական լեգիտիմությունը, այսինքն որ դա ճիշտ էր եւ երեք, ճիշտ է եւ այսօր եւ ճիշտ է լինելու վաղը, որ դա ուժի մասին է, ոչ թե թուլության։ Այն ինչ որ միշտ փորձել են հայկական ազգայնականության հակառակորդները ցույց տալ։ Որ էլ եմ կրկնում, դա նրա մասին է, որ դու ինչ որ ավանց ստացել ես քո նախնիներից, դու այդ երկար ճանապարհորդության մի բանն ես, մի ճամփորդն ես, հներից ստացել ես, պետք է շատացնես, փոխանցես հաջորդներին։ Ինքը նույնիսկ կապիտալիստական ոգու տեսանկյունից է բավականին այդ առումով գրավիչ, այս ինչ որ կապիտալ ստացել եմ, շատացնեմ, փոխանցեմ։ Եվ մենք հավատում ենք սրա հաջողմանը ի վերջո։ Ոչ միայն անպատճառով, որ ընդհանրապես միտում կա աշխարհում դեպի ազգայնականություն, չգիտեմ, աչական հայացքներ, թողնենք մի կողմ։ Անգամ եթե այդ միտումները չլինեին, չնայած որ լինում է լավ է, էլի բարենպաստ ինչ որ մի պայման կա, համենայն դեպս տեսականորեն գոնե։ Այլ ուղղակի, որովհետև հայկական ազգայնականությունը ինքը ճշմարիտ է ու բնույթով զավթողական չի, բնույթով հակամարտկային չի, ցեղասպանական չի, ընդհակառակը էլի եմ ասում, ինքը նաև ոչ հայկական
ազգերի համար կարող հովանի լինի։ Ոնց օրինակ եզդիների համար։ Եզդիները պատմականորեն իրենք լուրջ ներդրում են ունեցել Հայաստանի Հանրապետության հիմնման մեջ 1918 թվականին։ Ու օրինակ հայերի ու եզդիների համատեղ պետության ներքո ապրելը լավ վկայություն է, այն իմ հին ասացին, որ Հայաստանը լինելով այստեղ նախահռոմեական, հակակայսերական ազգային պրոյեկտի կրող, էքսկլյուզիվ չի, ինքը նաև կարող է ինկլյուզիվ լինի։ Այն բոլոր ազգերի համար, ցավոք այդ ազգերից առանձնապես շատ չի մնացել եզդիները այդ առումով հաճելի լավ բացառություն են, բայց նաև այդ տեսակ ազգերի համար, որոնք այդ գաղափարի կրողն են, մարմնավորողներն են, այնպես որ ամեն ինչ լավ է լինելու, բայց վերջում դեռ վերջը չի։ Լավ, մերսի շատ։ Ձեզ շնորհակալություն։